Արի մատ պաչի կանի պապան։ Ուտում են կեսի թողնում։ Ողջույն ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ հարգանքներս։ Դե ինչ Facebook-ով վաղուց եթեր չէի արել, երեկ էլ YouTube-յան դարձյալ հերթական եթերն էի անում, են էլ ինչ-որ խնդիրներ առաջացան, բայց այսօր փոխանակ YouTube-ով եթեր անելու որոշեցի Facebook-ով մի քիչ զրուցենք, վաղուց այստեղ չենք եղել, հետո իհարկե կտեղադրեմ նաև YouTube-ում, հետո ամեն դեպքում Facebook-յան եթերը ինձ հարազատ է դարձել, որովհետև մեկնաբանությունները այլ կերպ եմ տեսնում, հիմնականում արդեն երկար ճանապարհ անցած շատերին շատ արդեն դեմքով ճանաչելով, հարգելով, սիրելով, սենց ընդհանուր ոնց որ տանը լինես, այսպես ասեմ, այդպիսի հարթակ է Facebook-ը, YouTube-ը դեռ ինձ անսովոր է։ Խաչո ջան, հա ցավը տանը, մերսի, լավացել եմ, եթե արդեն հաղորդման գնում եմ, գործի գնում եմ, ճիշտ է։ Այս վիրուսներն այս վիրուս են, որ հետո մի քիչ երկար իրան պահում է, բայց այդ շատ պիկ շրջանը անցել եմ, փառք Աստծո, մերսի շատ։ Առողջություն եմ մաղթում բոլորիդ, ցավները տանը։ Դե ինչ մի փոքր Facebook-ով զրուցենք, հատկապես որ իսկապես այս ֆորմատով կարոտել էի բոլորիդ հետ շփվելուն, գրառումները դե պահպանվում են, բայց գիտեք արդեն, որ հիմնականում YouTube-ով եմ եթերները անում արդեն, այնպես որ եթե գրանցված չեք YouTube-յանի ալիքին, կխնդրեմ, որպեսզի գրանցվեք, զանգակը դնեք, մեկնաբանությունները ձեր անեք եւ այլն, բայց մեկնաբանություններն էլ հիմնականում փորձում եմ դիտել ու անդրադառնալ, հետո եթե ոչ այդ պահին գոնե դրանից հետո մյուս եթերներում, իսկ Facebook-ով արդեն ասես մի ընտանիքի նման մի փոքր զրուցենք, չնայած այստեղ էլ շատ ապահովագրված չենք խառը խուռը բաներից, բայց այնուամենայնիվ։ Ուրեմն ես ուզում եմ անպայման, քանի որ այս կրթվելու հետ կապված ինչ որ տարբեր մեկնաբանություններ կան, ընդ որում շատ դեպքերում տեսնում եմ իմ ընկերների մի մասը նույնպես մի կեսը բացասական է վերաբերվում, այլ կերպ է մեկնաբանում եւ այլն, մյուս կեսը նորմալ է վերաբերվում, շատերը մասնակցում են այդ արշավին, բայց ես ցավում եմ իմ ընկերների համար, ովքեր որ մի քիչ անտեղյակ լինելով են մեկնաբանում, հա, երևի այլ կերպ են հասկացել դրա համար, բայց ոչինչ կշտկենք, ես հիմա կփորձեմ նրանց օգտակար լինել, եթե նրանք ցանկություն ունեն իհարկե դրա, այսինքն ճիշտ ըմբռնելու թե խոսքն ինչի մասին է, արդեն տևական ժամանակ է այդ արշավը կա։ Եվ իհարկե դա ռազմավարական նշանակության արշավ է ու ես կցանկանամ դրա կարևորությունը ոչ մի կերպ չստորադասել, չգցել, որովհետև մեր Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի բոլոր խնդիրները ինչերի միջով անցել են կամ շարունակում ենք անցնել ցանկացած ոլորտի հետ կապված ամեն մեկից կենցաղային հարցից մինչև շատ կարևոր տեղեր ամեն ինչ հենց ուսումնասիրեք գալու եք իջնեք դպրոցում մանկապարտեզ։ Ես իհարկե զուգահեռ կփորձեմ դիտել նաև ձեր մեկնաբանությունները, որովհետև ես եթերը ավելի շատ կցանկանամ երկխոսության նման լինի, որովհետև բանով Free News-ի ազատ ճփում հաղորդումով այս թեման արդեն անդրադարձել եմ, չնայած որ կան թեմաներ, որոնց մասին անընդհատ արժի խոսել, հա։ Հիմա ես իմ ընկերներին ասեմ, նրանց ովքեր որ չգիտես ինչու մեկնաբանում են հետևյալ կերպ. Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ հիմա էլ դուրս է եկել կներեք մի հատ տեսնեմ ինչա գնում, եղբայր մի հարց ունեմ, դուք ճիշտ եք համարում, որ ԿՊ-ն չի ընդունում իր պարտությունը Գյումրիում ժողովրդի կվենա, դե եթե չի ընդունում, նշանակում է ընտրությունը իրանց
որը կեղծ է եղել, ոչ լեգիտիմ, Արտակ Ալեքսանյան։ Արտակ ջան, նախ ես քեզ կխնդրեմ եղբայր, թույլ կտակ, չէ Ժողովուրդ ջան, Արտակին նկարագրեմ, մեր քաղաքացին է մեր ընկերն։ Արտակ ջան, տես։ Նախ թեման է դրա շրջանակներում չէր, բայց այնուամենայնիվ, որպեսզի բռնած լինես պատասխանեմ, նախ կխնդրեմ, որպեսզի հայկական keyboard քաշես ու սկզբում մի փոքր ես հասկանում եմ սովորել ես արդեն լատինատար տառերին, բայց հայերենով սկսենք, հա, շփվել, առավել ևս որ արդեն կա, այն ժամանակ երբ որ չկար, օրինակ Facebook-յանի մեջը բացվածա լատինատար գնել Սարգսյանով, որովհետև այդ ժամանակ տենց բաներ չկար հայկական keyboard, հիմա կա։ Ու իսկ եթե մտածում ես, որ կարող է սխալ տառասխալներ անես, բայց խնդրում եմ մի դրանից նեղվի, ավելի լավ է մարդը հայերեն գրի, մի քանի սխալել անի, քիչ-քիչ կսովորի, քան տենց շարունակի անդադ լատինատար։ Ինչ վերաբերվում է մեր ընկերոջ հարցին, ճիշտ է, դու տես հարցը տալիս ես, բայց կեսից այլ ուղղությամբ ես գնում, տրամաբանությունը այլ ուղղությամբ ես տանում, այդպես չի լինում, տես, ԿՊ-ն, ես հիմա անկեղծ ես պատասխանում եմ, ԿՊ-ն առանձին վերցրած ու առանձին վերցրած բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցել են ընտրություններին, չի պարտվել, ընդհակառակը, շատ ճնշող, շատ մեծ տոկոսով հաղթել է, բայց եթե 50+ չես հավաքում եւ ոչ մի քաղաքական ուժ չի հավաքում ընտրությունների ժամանակ, սկսում են կոալիցիոն process-ները, ում հետ կպնելով կկարողանա 50+-ը հավաքի, որպեսզի ընտրի քաղաքապետ, քվեարկելու են, չէ՞։ Այս պարագայում մի կողմից ԿՊ-ն է անցել, 5 ուժ են անցել, մյուս կողմից 4 այնպիսի ուժեր, որոնք որ Քոչարյանի ու Սերժի ուժերն են, ինչի մասին ընտրություններից առաջ շատ անգամ ասել են, կարծեմ ես քեզ գրել եմ, դու անգամ չես էլ հավատացել, որ այդպես է, չէ՞, Ռուբոյի ու բանի Վարդանիկի մասով, դու չէիր ուզում հավատալ, որ իրանք նույնական են։ Հիմի այս մյուս 4 ուժերը միանում են Վարդանիկին։ Այդ պարագայում 4-ի ուժերի, 4-ի ձայները մի հատ ԿՊ-ից այո ավելին է, բայց առանձին վերցրած ըստ արդյունքների առաջին տեղում ԿՊ-ն է 17000 մոտավորապես ձայնով, այսինքն 14 մանդատով։ Երկրորդ տեղում Վարդանիկն է 8 մանդատով, պատկերացրու ինչ տարբերությունով, հա։ Բնականաբար, իսկ երբ որ դու արդեն տանում ես, դե եթե չի ընդունում պարտությունը, ուրեմն կեղծվել է, դա ուրիշ ընդունել չընդունելի մասին, այսինքն նախ ԿՊ-ն ընդունում է իրավիճակը, եւ երկրորդ մարդը կարա չընդունի անձամբ իր կուսակցության պարտվելը, որովհետեւ ինքը անձամբ իր կուսակցությունը հաղթել է։ Հարցը իսկ եթե ընտրությունները կեղծված են լինում, առհասարակ օրինակ ԿՊ-ն իշխող կուսակցությունն է, չէ՞, ամեն դեպքում հանրապետությունում, ապա մնացածները կարող էին ընդվզել, բողոքի ցույցեր անել, ասել կեղծել եք եւ այլն։ Եթե ոչ ոք նման բան չի անում, ուրեմն բոլորը ընդունում են, որ կայացել է ընտրությունները։ Ես չգիտեմ, սրանից ավելի մանրամասն իզորու եմ նկարագրել թե չէ, բայց հույս ունեմ, որ հասկացար խոսքը ինչի մասն է։ Բայց ամեն դեպքում ես Գյումրու ընտրություններին չէի ցանկանում անդրադառնալ, չնայած ոչինչ, շնորհակալ եմ հարցի համար, եթե էլի հարցեր կլինեն տարբեր թեմաներով, խնդրեմ։ Հիմա գանք կրթությանը։ Տեսեք, ժողովուրդ ջան, ես երևի մի 4-5 տարի ինչ եթերներ եմ անում, մի քանի անգամ իմ խոսքում ասել եմ, որ կրթվելը պետք է դառնա մոդայիկ։ Իհարկե մոդայիկ բառը նորաձև բառով չէի օգտագործում, բայց հիմի օրինակ մարդիկ արշավ են սկսել նախաձեռնություն, շատ հետաքրքիր ծրագիր, որի շրջանակներում փորձում են քարոզել կրթությունը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ վատ բան եք տեսնում այստեղ, ես իսկապես չեմ հասկանում։ Մի կողմից ես շատ լավ գիտեմ, որ եթե
կառավարության նիստ կա ու վարչապետը խոսում է, այնտեղ ուզում են տառերի մեջ, բառերի մեջ կեղտ բռնել, որովհետև եթե վարչապետը չխոսա, իսկապես իրենց քաղաքական խոսույթը կմեռնի, կսատկի, այսինքն ոչ թե կմեռնի։ Մի կողմից հասկանում եմ, որ ընդդիմություն որպես ճակերտներով ասած այդ ահաբեկչական ուժերին ու ջիհադիստներին, ընդ որում ինչ որ ասում եմ, ես իմ հիմնավորումները ունեմ, վիրավորելու համար չեմ ասում, հասկանում եմ, որ իրենց ընդդիմության տեղ են դրել ու բնական է, որ ինչ իշխանությունը խոսի, պիտի այդտեղ կեղտ բռնեն։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում էի, բայց այն, որ կրթության մասով քարոզը նույնպես կարժանանա քարկոծությունների, այդ մեկը չէի սպասում։ Ժողովուրդ ջան, գրում են, որ ձայնը կտրտվում է, նորմալ, մի րոպե, մի հատ նորմալ է ձայնը, եթե նորմալ է շարունակենք։ Յուրի ջան, էջմիածնին հեսա կանդրադառնամ։ Ես խոստանում եմ անդրադառնալ, մանավանդ գիտեք, որ ես գնացել էջմիածին, դրանից հետո համայնքի ղեկավարի հետ էլ հանդիպել եմ, իմիջիայլոց այդ մասով մոռացած ես տեղեկացնեմ, այս եթերի շրջանակներում դա կանեմ, կամ ես շատ կցանկանայի այդ իմաստով առանձին եթեր անել, բայց տեսնենք ոնց կստացվի, լավ։ Ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան, ամեն ինչ սպասում էի, բայց որ այդ քարոզին էլ դեմ կխոսեն, այդ մեկը չէի սպասում։ Ախր ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց, այդ են նույն մարդիկ են, ովքեր երբ Սերժ Սարգսյանը մի դպրոցի բացման ժամանակ իր ինտոնացիայով ասում էր, ես անկեղծ ասած կուզեի, ցանկանայի, որ այստեղ սովորեին նաև ադրբեջանցի երեխաներ։ Իհարկե հասկանում ենք մենք միտքը ուրա տանում, բայց այնուամենայնիվ ընդունենք մենք էլ ենք իրաց լոգիկայի տեր, հա, կիսատ պռատ ենք հասկանում։ Ու այս մարդիկ ծափահարում էին։ Այսինքն ծափահարում էին, որ ադրբեջանցիները էլ այդտեղ սովորեն, բայց այն, որ խրախուսվում է, փորձարվում խրախուսել կրթությունը Հայաստանում, այս սրան դիմադրում են։ Սա, չգիտեմ, աբսուրդի ժանրից է, ես խորհուրդ կտամ այդ քարոզ արշավը առհասարակ այդ ամեն ինչի մասին քննադատական մոտեցումներ ունեցողներին նախ փորձել իրենք ինքնուրույն ինչ-որ մի բան ձեռնարկեն, լավ, Տինա Դավիթ, լսում եմ, գնել, գոռում ես ու երևի, բայց չեմ հասկանում ինչ, մարդիկ ասում են ձայնը նորմալ է, Ժողովուրդ ջան, մի կեսը ասում են ձայնը նորմալ է, մյուս կեսն ասում են կտրտում է, մի վարքյան ես սենց մի հատ բան անեմ, խնդրում եմ, այ հիմա ասեք, կտրտում, հիմա նորմալ է, ժողովուրդ ջան, խնդրում եմ ասեք, Ալլա ջան, խնդրում եմ, դու գրի, հիմա նորմալ է, թե չէ, շատ լավ է, մարդը գրում են շատ լավ է ձայնը, Աննան ասում է ում մոտ որ կտրտվում է, փորձեք դուրս գալ, նորից մտնել կարող է ինչ-որ։ Նայեք, հա միտքս կտրտվում է, այ միտքս է կտրտվում հիմա։ Տեսեք, ես կխնդրեմ, որպեսզի մեր ընկերները, նրանք ովքեր որ հիմա դիտում են կամ հետո դիտելու են, բայց հակված են քննադատել, որ վարչապետը կամ Աննա Հակոբյանը կրթվելու քարոզ արշավ են անում ու այս մարդիկ փորձում են ներկայացնել, թե բա հիմա մարդու կնիկ դուրս են եկել, բոլորին կրթում են։ Տեսեք, բոլորին կրթել նշանակում է, որ իրենք են փորձում կրթել, բայց դուք սխալ եք հասկացել, հարգելիներս։ Առհասարակ լավ կլինի քննադատելուց
նախ եւ առաջ հասկանալ ինչի մասին է խոսքը, հա, եթե չի ստացվել որ ներկա գտնվեք, բայց կցանկանայիք ներկա գտնվել գոնե իմանալու համար խոսքը ինչի մասին, ապա նույնպես կարող եք դիմել ու ձեզ նույնպես կհրավիրեն, ու դուք ինքներդ կտեսնեք, որ ոչ թե խոսքը կրթելու մասին, այլ կրթվելու մասին, այսինքն ոչ թե Աննա Հակոբյանը կամ Նիկոլ Փաշինյանը դուրս են եկել ու քաղաքացիներին են փորձում կրթել, այլ քարոզ են անում կրթվելու, իրենք էլ իրենց այդ ամեն ինչից դուրս չդնելով։ Հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Այսինքն բոլորս առհասարակ ու առաջինը իրենք են ցուցադրում, թե ինչքան բաներ են եղել, որ իրենք էլ այլ կերպ են ըմբռնել, իմացել, սովորել, դպրոցում են բանի տակ, հա, շտամպով։ Ու հիմա ինչպես են նայում այդ ամեն ինչին։ Հասկանում եք։ Այլ խոսքը սենց բաների մասին է, սա մեկ։ Երկրորդ, այդ գրառումները որ կան, դրանք տարածում եք համացանցում, որտեղից որ ձեզանից շատ տիկնայք եւ պարոնայք ծերունիներ այս պարագայում արդեն իմ հասակակիցներից սկսած կասեմ, երիտասարդները շատ ավելի շատ են օգտվում, ու այդ գրառումները տեսնում են։ Մի կողմից նրանց փորձում են քաջալերել, մյուս կողմից դուք դա եք գրում։ Մի կողմից տարիքով մարդկանց փորձում են խրախուսել իրենց ժամանակը նաև այլ կերպով սպառելուն, մյուս կողմից միևնույնը Ես վարչիկն է, արի ամով, ես ինչ ոչիք է, մամունա թատիկով արամ է, եկել կողքից թակուն նայում է, էլի, դե գնա համով ես։ Ասենք, ինչի համար եք անում, կամ այդ գրառումները անողների մի մասը, չեմ ասում բոլորը բնականաբար, բայց մի մասը ռոբասերժական խոնտայի հարողներն են ու նրանց խոսույթը սենց ընդհանրացնողները, սենց բան դաշտ բերողները, մեծ ձեզ հարց տամ էլի, ձեր ռոբասերժին կասեք մի հատ հայերեն նախադասություն ասեն, ինչ-որ մի հայերեն նախադասություն, ասենք շփվեն ժողովրդի հետ, նմանատիպ դասախոս, իրենք կարող են ավելի լավ բան անել, ապա խնդրեմ Հայաստանում ավելի լավ բան անելու համար ոչ ոք պատնեշներ չի շարում, ճիշտ է։ Կարող եք ավելի լավ բան անել, խնդրեմ նախաձեռնեք ու Տիկին Բելային խնդրեք, Հրանուշ Հակոբյանի հետ հանդերձ, թող բոլորով դուրս գան, Ռիտնա Սարգսյան ոնց ասում են չկա, ամեն դեպքում ելով կա այնտեղ, հավաքվեք ու այդ նմանատիպ մի արշավ էլ դուք կազմակերպեք, դա իմ կարծիքով միայն կխրախուսվի հասարակության կողմից։ Ու եթե դուք այդ մոտեցման անեք, ինչպես որ Աննա Հակոբյանն է անում, այսինքն ոչ թե սենց գաք փորձեք բոլորին դասախոսություն կարդալ, այլ ինքներդ ներկայանաք որպես դասախոսության կարոտ մարդիկ, մեկը ես շատ դրական եմ վերաբերվելու ու շնորհակալություն հայտնելու եմ ձեզ, ինչքան էլ ձեզանից շատերին չեմ սիրում, ոչ էլ կարամ սիրեմ, հասկանում եք։ Այսպիսի հարցեր գոյություն, ինչի դուրս եկել ու ինչն եք քարկոծում, կարելի է իմանալ։ Մարդիկ ասում են ժողովուրդ ջան, տարիքային բանը կապ չունի, կրթվելը, ինքնակրթվելը, վերակրթվելը, ընթերցանությամբ զբաղվելը եւ այլն, այս ամեն ինչը պիտի դառնա բան մոդայիկ, հասկանում եք, պիտի դա ու ես համաձայն եմ դրա հետ։ Բայց ինչ անգրագիտություն ու տգիտությունը դառնա մոդայիկ։ Ինչից եք նեղվում, որովհետև կարող է այդ ֆոնին հանգարց պարզվի, որ դուք առհասարակ ձեզնից ոչինչ չէիք ներկայացնում։ Գիտեք, ձեր տեսակը ամեն ինչ արել է, որպեսզի երկրից փախնեն, հեռանան այն իսկական մտավորականները, էլիտան, հա, ասենք, ստեղծագործողները, արարողները, խելացիները, ամեն ինչ արել եք, որ հեռանան։ Գիտեք ինչու, որովհետև դուք կաշկանդվել եք ձեզանից խելացի մարդկանց միջավայրում, ով ոնց եք կաշկանդվել, դուք վախեցել եք նրանցից, որովհետև դուք ընդհանուր առմամբ միջակություն եք,
Իսկ միջակությունները ամեն ինչ անում են, որ այդպես իջնի։ Եվ որ ասում եմ մշակութաբանական ցեղասպանությունը 30 տարի եղել նպատակային Հայաստանի Հանրապետությունում, նաև սա նկատի ունեմ։ Եվ այդ մշակութաբանական ցեղասպանները հենց դուք եք եղել։ Չմտածեք, որ ես ասում եմ ինչ-որ մեկը եկել մշակութաբանական ոչ, դուք մշակութաբանական ցեղասպաններ եք հայ ազգի համար։ Սա ձևակերպում է, որը խիստ սազական է ձեզ, բացասական իմաստով իհարկե, հասկանում եք։ Ու ձեր խելքով, դե եթե մի նախագահ վերակենում ճկլասի մուղամբազին ժողովրդական կամ արտիստի կոչում է տալիս, վաստակավոր արտիստի, դե ինչ ասես, հասկանում ես։ Իհարկե, Սերժ Սարգսյանը ինչ գիտի, կրթվելն ինչ է, եթե նա կարա Ձիաննա Գրիգորյանին հեռուստատեսությունում աշխատելու համար վաստակավոր, չգիտեմ ինչի կոչում տա, ոնց կարա ասի ինչ է կրթվելը։ Իսկ այ օրինակ, ի տարբերություն ձեզ, իմիջիայլոց այս մեջբերեմ նույն Շահրամազանովից, որ ամենաշատ ընթերցած քաղաքական գործիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է եւ Աննա Հակոբյանը։ Հիմա հարց եմ ձեզ, ու հանկարծ չդիտվի սենց գովազդով եմ զբաղված, այստեղ ինձ քիչ է հետաքրքիր է դա ամեն ինչը։ Ինձ հետաքրքիր է ու գնահատելի է այն գործառույթը, որ իրականացվում է իրենց կողմից։ Կարող է որոշ քննարկումների քննադատելու տեղ կա կամ կարելի էր ավելի լավ անել, բայց քանի որ ես ինքս չեմ կարող դրանից ավելի լավ անել կամ այդքան անել, ապա ես բավարարվում եմ եղածով ու բարձր եմ գնահատում։ Բայց ի տարբերություն սրանց Նիկոլ Փաշինյանը չի քաշվում ու չի կաշկանդվում, եթե իրեն շրջապատեցնեն ավելի խելացի մարդիկ, քան ինքն է։ Ճիշտ հակառակ, նա չի կաշկանդվում անգամ, եթե չգիտի հարցնի։ Եթե չի հասկանում, ասի մի հատ էլ բացատրի։ Հասկանում եք։ Այսինքն այդ դրա համար նա փորձում է հասարակությանը բարձրացնել։ Հիմա ասես մի բան ձեզ ասեմ, այսօր հաղորդման շրջանակներում եմ ասել։ Տեսեք, մենք ես վերջերս նաև շատ եմ տեսնում սահմանադրությունից են ամեն հասկացող չհասկացող խոսում ու փորձում են ստեղծել մի հատ իրավիճակ, որ եթե հանկարծ լինի սահմանադրական հանրակրվե, իրենք հիմիկվանից են այդ ամեն ինչը սարքում, որպեսզի մարդիկ հետո չքվեարկեն սահմանադրական բարեփոխումների օգտին, հիմիկվանից անունը ինչ են դնում, ոնց որ միշտ այդ թուրքի պահանջն է, իհարկե սա ծիծաղելի բան է, ամեն կերպա ծիծաղելի։ Ով ասում է, որ թուրքի պահանջն է, սիրով հրապարակային ձևով հրավիրում եմ եթերի։ Եկեք զրուցենք, տեսնենք ինչն է թուրքի պահանջը, ոնց է թուրքի պահանջը եւ ինչու է թուրքի պահանջը, օրինակ ըստ իրեն, հա։ Ու կարծում եմ այդտեղ 3 վայրկյանից ավել չի կարողանա խոսալ, եթե երկու հատիկ հարց տամ ընդամենը։ Այնուամենայնիվ, իհարկե Դավիթ ջան, գրի, հեսա կնայեմ, միտքս ավարտեմ կնայեմ։ Հիմի տեսեք, մեր սահմանադրությամբ այսպես է ձևակերպված։ Հայաստանի Հանրապետությունում մարդը գերագույն արժեք է։ Դե դա իրավական մոտեցումն է այդպիսինն է, մարդը գերագույն արժեք է։ Ու եթե մենք այս նախադասությունը նայենք, ուսումնասիրենք, կհասկանանք, որ հենց առաջին կետից սկսած բոլոր նախագահները խախտել են այս կետը, բայց ես դրա վրա չեմ ուզում կենտրոնանանք, ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա կենտրոնանանք։ Իսկ մարդու արժեքը ո՞րն է։ Որ մարդու արժեքն է, որ այնքան իրան մարդ է դարձնում, որ ինքը իսկապես գերագույն արժեք։ Ուրեմն, եթե մեր հասարակության միջին գնահատականը օրինակ հանկարծ որոշենք դնենք գիտություն, ապա մեր սահմանադրությունը պաշտպանում է միջին որակական մասով հասած գիտությունը եւ դա համարում է բարձրագույն արժեք։ Հասկանում եք։ Իսկ եթե հասարակության որակական հատկանիշները բարձրանան, որքան բարձրանան, այդքան իսկապես մարդը դառնում է գերագույն արժեք։ Եվ դու չես ամաչում դա ասելուց։ Ու ասում ես, այն որ ասում ենք, մարդը գերագույն արժեք է, այս մարդն է։ Իսկ եթե ասում ես մարդու մասին
ով հայհոյախառն լեքսիկոնով է խոսում ու ատելություն է քարոզում ու իրան էշի տեղ դրած, չգիտեմ, վանքի հավերն է ուտում, այդ պարագայում ու նայում ես սահմանադրությանը ու դու տեսնում ես, որ այդ շերտը այնքան էլ չի համապատասխանում սահմանադրությանը, հասկանում եք, այսպեսի մի հատ դիզոնանս է առաջանում, էլի։ Այնպես որ մենք, քանի որ բոլորս մենք ցանկացած մեկս, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, անկախ իր պատկերացումներից, իր քաղաքական մոտեցումներից եւ այլն, մենք պիտի հասկանանք, որ մեր արժեքը պիտի բարձրացնենք, որ երբ որ խոսքը գնա սահմանադրական կետից, ապա հասկանանք եւ ընդունելի համարենք դա բոլորս մեզ համար, հա, որովհետեւ այնքան կեղտոտ բաներ ենք տեսնում, որ այդ կեղտոտ բաները տեսնելուց հետո սահմանադրության այդ կետը ուզում ես անցնես, որովհետեւ հատկապես պետական դաստիարակության տեսանկյունից 34 տարիների ընթացքում այդ արժեքը այնքան է իջել, որ այդ սահմանադրության հետ հեչ չի համապատասխանում, բայց ես չեմ ասում, թե այդ կետն է փոխվելու, ես առհասարակ ցանկանում եմ այս մասով ձեր ուշադրությունը գրավել, ինչպես հասկանում եք։ Մոտավորապես այսպես է, ես ուզում եմ հասկանալ, էլի, եւ ուզում եմ իմ հասկացածներն ներկայացնել նրանց, ովքեր չեն հասկացել։ Խնդրում եմ, իսկապես խնդրում եմ, որպես քաղաքացի, ինձ շատ հաճելի է, որ իմ երկրում իմ երկրի ղեկավարը կամ եթե անգամ ղեկավար էլ չլիներ, լինել մի հատ առանձին հասարակական կազմակերպություն, ով նման գործունեություն կցավալեր, ինձ շատ հաճելի կլիներ դա, որ կրթության հանդեպ նման մոտեցում է ցուցաբերվում նման մեծ հասարակական ու հանրային շերտի համար։ Ու եթե դեմ եք, ապա ասեք, որ դուք կողմ եք տգիտությանը, դեմ լինել կրթությանը, նշանակում է կողմ լինել տգիտությանը եւ վերջ։ Կողմ լինել գիրքը վառելուն, զուգարանում դնելուն, կողմ լինել որպեսզի օրինակ գրողների միությունը քանդենք, տեղը ստրիպտիզ կլուբ բացենք, կողմ լինել, որ մատենադարանը առհասարակը տեղ խանգարում, եկեք անենք ռադ անենք, այսպես բաներին կողմ լինել է նշանակում, եթե դեմ եք այդ ամեն ինչին։ Ես հասկանում եմ, որ ատելությունը ձեր մեջ այնքան մեծ կարա լինի, որ դուք ատեք են ամեն ինչը, ինչ անում են այդ մարդիկ, այս պարագայում կոնկրետ Տիկին Հակոբյանը, որովհետև այս ձեռնարկը Աննա Հակոբյանինն է, Նիկոլ Փաշինյանը միացել է այդ ձեռնարկին ու քանի որ երկրի վարչապետն է նաև, այո, դասախոսությունների որոշակի հարթակ է նաև բացվել ներկայացնելու իր պատկերացումները, հա, բայց իրենք կրթվելուց, էլի եմ կրկնում, իրենց դուրս չեն դնում, ես ինքս 2 անգամ եղել եմ այդ հանդիպումներին, ինձ հենց դա է գրավել, եթե ես զգայի, որ այնտեղ մեկը փորձում է ինձ բան բացատրի, բան սովորացնի, ես ինքս, այդ առումով, քարոզային առումով, հա, ես ինքս տաղաչություն կզգայի ու առաջի րոպեից հետո պարզապես կլքեի այդ ամեն ինչը, դուրս կգայի, կասեի մարդ, գնացեք ում ինչ ուզում եք բացատրեք, բայց էլի չէի կարկոցի, բայց երբ որ հենց ամենասկզբից այն լադի տակ է, որ բոլորս ունենք ըմբռնելու, սովորելու, կրթվելու կարիք, բոլորս ու ռեալ փաստերի վրա է խոսքը գնում, դու իսկապես, քանի որ ինքդ էլ այն մարդն ես, որ տեսնում ես, որ այսպես թե այնպես միշտ կրթվելու կարիքը կա, ու դիմացինդ էլ այդ լադից, այդ հարթությունից է հետդ խոսում, հա, օքեյ, հիմա այս ամեն ինչը գիտեք, խնդրում եմ ասեք, քարեր արժին այդ ուղղությամբ, թե ոչ, ես երկրորդ խնդրանքն էլ ունեմ, կարող եք անել ավելի լավը, խնդրում եմ ձեզ, արեք ավելի լավը, ինչը չի բավարարում, որ անեք ավելի լավը, ասեք հասարակությունով, հանրությունով փորձենք հավաքվել օգնել, որովհետև այո Հայաստանի Հանրապետությունում դա անհրաժեշտություն է։ Ու գիտեք, ես բազմիցս ասել եմ ու էլի կասեմ, իշխանությունը 21 թվականի իր ռազմավարական, ընտրական ռազմավարական ծրագրում տեղադրել էր 300 դպրոց, 500 մանկապարտեզ, նորոգում, հիմնանորոգում, կառուցում
Ու այդ ժամանակ ես շատ ոգևորված էի միջայլոց, որովհետև քանի որ ինքս իմ ոտը միշտ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով, իսկ ինչ որ մի ժամանակ նաև Արցախի Հանրապետությունով։ Ես շատ լավ գիտեի, թե ինչ է նշանակում համայնքային դպրոցն ու մանկապարտեզը, եթե դրանք գոյություն ունեն, եթե գոյություն չունեն, շատ ավելի վատ։ Շնորհիվ երբեմն այնպիսի տեսքով գոյություն ունեն, որ ավելի լավ էր գոնե գոյություն չունենային, գացենք չկա։ Մի կողմից շատ ոգևորված ու շատ ուրախացած էի դրանով, որ հազիվ ռազմավարական ծրագրում ընդգրկվեց, հասկանում ես, քաղաքական ուժերից մեկի։ Նման բան չի եղել, չի եղել նման մի հատ քաղաքական ուժ, ով նման բան ներառի իր ռազմավարական ծրագրի մեջ։ Բայց հետո մյուս կողմից մտածում էի, ասում էի, լավ, եթե 300 դպրոց, 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու, հիմնանորոգելու ծրագիր է դրված, ապա հարցը այսպես է դառնում, փաստորեն մեր երկրում միշտ եղել է 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի պակաս։ Հիմա ես այդ նրանց, ովքեր քարկոծում են կրթվելու ծրագրերին, ուզում եմ հարց տալ, ձեզ համար դա կայֆ է եղել։ Հավես է եղել, որ այդպես է։ Գիտեք, ես գործի բերումով, աշխատանքի բերումով նաև տարբեր համայնքներ ինձ հրավիրում են մեծագրագիտության բաց դասերի, ինչին ես սիրով գնում եմ ու երեխաների, աշակերտների հետ զրուցում ենք ամենատարբեր թեմաներից, մեծագրագիտության շրջանակներում, ու ես տեսնում եմ շատ դպրոցներ, բորբոսնած պատերով, որը որ կոնկրետ սնկային հիվանդություն է։ Հենց երեխա ժամանակվանից կոնկրետ հիվանդություն է, որը շնչում են այդ երեխաները։ Իրենք իրենց երեխաներին այդպիսի դպրոցներ ճանապարհել են, ոչ իհարկե, իրենց երեխաները պետք է կենտրոնի, այսինչ դպրոցում սովորեն, իսկ այդ մնացած այդ այն կողմ գնացեք։ Այս սա է եղել, դրա համար դուք չեք հասկանում, թե ինչ արշավ է սա, ինչ քարոզ է սա, ինչի մասին է սա։ Ոչ թե չեք հասկանում, դուք վախենում եք հասկանալ, որովհետև հանկարծ կարող է գյուղի այն մի հատ երեխան պարզվի, որ ձեր երեխայից շատ ավելի շնորհքով ու տաղանդավոր էր, պարզապես նրա օդը փակել եք։ 18 թե 19 թվականին էր վարչապետը ելույթներից մեկի ժամանակ ազգային ժողովում հստակ պաշտոնական թիվ ասաց, մեր պետության երեխաների 30%-ը զրկված են եղել տարրական կրթության իրավունքից։ Եվ որևիցե մեկը այս թիվը չի բոյկոտել։ Հիմա հարց, կուզեիք ձեր ճտերը այդ 30%-ի մեջ լինեին։ Չնայած ձեզանից շատերի ճտերը այդ 30%-ի մեջ են անկախ նրանից, թե թղթերը որ դպրոց են տված եղել, որովհետև մենք տեսնում ենք նրանց արժե համակարգը ու տեսել ենք այն երրորդ գծերով քշել կրակոցներ, վերնիս հաժում սրան նրան, մի խոսք ամեն ինչ ենք տեսել։ Այդ անպատժելիությունը բանը, ամեն ինչը որ այլանդակություն էր քարոզվում, այդ ամբողջը տեսել ենք։ Եվ իհարկե խորհուրդ է ձեզ համար, ոնց կարա երկրի ղեկավարը ոչ թե այլանդակություն քարոզի, այլ կրթվել քարոզի։ Ձեզ համար դա խորհուրդ է։ Ես դա հասկանում եմ։ Իսկապես ես չեմ ընդունում դա, բայց ես հասկանում եմ դա։ Գիտեք, այդ դպրոցը ես չգիտեմ, ընդ որում չեմ խոսում ամենայն չգիտեմ ծայրամասային դպրոցը, չէ, չնայած Հայաստանի Հանրապետությունում չկան ծայրամասեր ու բաներ ինձ համար, բայց այնուամենայնիվ չեմ խոսում հեռավոր համայնքներից, որտեղ սկի ճանապարհ չկար կամ այդ համայնքների մասին սկի տեղեկություն չունեինք։ Ես խոսում եմ անգամ Երևանամերձ շատ դպրոցների վիճակի մասին, երբ որ երեխաների անվտանգությունը ամեն վայրկյան կասկածի տակ էր։ Օրինակ, Խարբերդի դպրոցում, ես հիմա չգիտեմ, դա նորոգվել է թե չէ արդեն, բայց այն ժամանակ մի անգամ գնացել եմ այդ դպրոց, աստիճանից աստիճան բարձրանալուց կարար ընկներ, որովհետև աստիճանակից վերջան բաներ լինում, ասես մեջտեղից, չգիտեմ, քանդած էր։ Աստիճանը, որը պիտի առաջարկից բարձրանան երկրորդ հարկ զանգը տալուց, քանդած էր, ուրիշ ձև էին անցնում այդ երեխեքը։ Դուք սա եք քարոզում։ Իսկ այն վարչապետը հակառակ է։ Այ դուք
հրապուրված կգնայիք նմանատիպ դպրոց, կցանկանայիք կրթվել, ուսում ստանալ եւ այն, բնականաբար ոչ։ Կանչող ոչինչ չկա, բորբոսնած պատեր, չեղած պարկետ, քանդված աստիճաններ, դե ուսուցիչների մակարդակն էլ մեծամասնության չասեմ։ Մի քանի օր առաջ էլ կառավարության նիստ էր դարձել։ Պարզվեց, որ խնդիր կա, ես չեմ հասկանում։ Կներեք ժողովուրդ ջան, ինչ որ ինձ մոտից էլ կտրվեց։ Պարզվեց, որ պարզ հաշվարկի միջոցով ուրեմն տնօրենների 100-ից 5-ը, այսինքն 5%-ը հազիվ է հաղթահարում է շեմը, որը թույլ է տալիս իրեն լինել դպրոցի տնօրեն։ Չգիտեմ, հիմա sense որ ժողովուրդ ջան, խնդրեմ ինչ-որ մի բան գրեք, հասկանամ, էլի, որտեվ ինչ-որ կապերը գնում գալիս է, ինչ ալում չեմ հասկանում։ Նորմալ է։ Սենց բաներին պետք է հաշիվ տանք, թե չէ։ Սա չենք գնահատում։ Սա զարմանը, ապա խնդրում եմ ձեր այդ հակաքարոզչությունը արեք ձեր նեղ ընտանեկան միջավայրում, որովհետև մենք այլ կերպ ենք պատկերացնում թե մեզ, թե մեր երեխաների ապագա։ Եվ նրանք երբ որ տեսնում են ձեր գրառումները, հետո մեզ հարցեր են տալիս։ Դե բնական է, եթե ԿԳՄՍ նախարարը գնացել մշակութային շենքը Իրանով արել, ապօրինի ձևով, պարզ է, որ կքարկոցի։ Ես էլ եմ ասում, խնդրում եմ, նա ձեր քաղաքական ղեկավարներին կասեք, հայերեն մի երկու նախադասություն կազմեն, զրուցեն, զրուցելուց չկաշկանդվեն, չքաշվեն։ Հետո նոր եկեք հասկանանք ինչից եք դժգոհ։ Ես ինչ վերաբերվում է կրթությանը, կրթական ծրագրին, բայց ես նենց հասկացա, որ մեր ընկերը մի հարց էր ուզում գրեր, այդպես էլ չգրեց Դավիթ Մարդոյան։ Դավիթ ջան, եթե դիտում ես դու, ասեմ, որ ինձ մոտ դեռևս քո հարցը ցույց չի տալիս, չգիտեմ գրել ես թե չէ։ Երևի չես գրել։ Ամենայն հավանականությամբ չես գրել։ Սա է։ Ու կրթությունը պետք է սկսել, տեսեք։ Ուրեմն բոլորը բան էին անում, շատերը այսինքն, մեղադրում էին, նախ եւ առաջ ասեմ, որ մեր իրար ճիշտ չմբռնելը նույնպես կրթության պակասի արդյունք է։ Եվ եթե մարդը 40, 45, 50, 60, 30 տարեկան է ու իրար հետ չեն կարողանում զրուցել, ու իրար չեն կարողանում ըմբռնել, ապա ոչ այնքան հարգելի նախկիններ, դա ձեր հենց ուղիղ ռեզուլտատն է, գնահատականն է ձեր կրթական ոլորտի մասով, էլի, ու այսօր մենք այդ խնդիրը ունենք։ Բայց առաջ անցնենք, ուրեմն բոլորը միանգամից հարձակվեցին երկրի ղեկավարի վրա, թե տեսեք, ցեղասպանությունը ուրացավ Շվեյցարիայում, չէ, ասենց բայց ինչ է նշանակում, դեռ պիտի տեսնենք ոնց է եղել, ինչ է եղել, բան։ Այ եթե մի քիչ կրթված լինեիք, մի քիչ դաստիարակված լինեիք, մի քիչ մտահորիզոնները լայն լինեին, կարողանայիք ենթատեքստեր կարդալ, տողատակեր կարդալ, շատ բաներ այլ կերպ կլիներ։ Ուրեմն ինչի համար սրանք միանգամից հարձակվեցին։ Երկու բան կա իրար կապվող։ Մեկը, որ հարց է էլի ստեղ չնայած առաջանում, որ ուզում ես ասես, տեսեք, հսկայական կուսակցություններ եք, հսկայական միջոցներով։ Են դուք են դատարանը, ինչի դատի չտվեցիք, եթե ուրացում էր։ Իհարկե ուրացում չէր, պարզապես նրանք ցանկալի էր այդպես մեկնաբանել իրենց էշերի համար։ Հիմա եւ երկրորդ, գիտեք ինչից են վախենում, ինչու են տենց
պաշտպանում, անունը դրել են սրբորեն են պաշտպանում, բայց իրականում այդպես չի։ Որովհետև ցեղասպանության մեջ մեղքի իր ահռելի բաժինը ունի նաև Ռուսաստանը։ Եվ հանկարծ դա չպիտի բացահայտվի, հասկանում եք։ Պիտի միայն թուրքը մեղավոր լինի։ Մեզ թույլ չեն տալիս ուսումնասիրել նաև հետևյալի համար, թե աշխարհքաղաքական ինչպիսի դասավորություններ են եղել առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ ընթացքում։ Քաղաքական գործունեությունները ինչպես է պետք ծավալել, ինչ դիվանագիտական աշխատանքներ, ինչ զսպվածություն, ինչ համախմբվածություն, ինչեր է պետք անել, որպեսզի չկրկնվի այդ նույնը։ Որովհետև եթե մենք ուսումնասիրենք ցեղասպանությունը, մենք կարողանալու ենք ինքնուրույն մեր ճակատագիրը այնպես կառուցել, որ այլևս դա երբեք չկրկնվի։ Բայց քանի որ այլ ծրագրեր ունեն Թուրքիան ու Ռուսաստանը, ապա մեզ պետք չի տեղեկանալ ցեղասպանության մասին։ Շատերը այսօր զարմանքով էին նայում ինչ-որ մի նյութ, որ շատ մեր կողմից հարգված մարդիկ կիսել ու տեղադրել էին, թե Խուշուջյանը, թե Շիրինյանը, որ Էնվեր Փաշան, ցեղասպանության երրորդ թուրքերից մեկը, եղել է բոլշևիկյան ագենտ, էլի, գործակալ։ Այդտեղ ինչ կար զարմանալու։ Իհարկե, լավ է, որ մարդիկ կիսում են, որպեսզի մյուսներն էլ դիտեն, հասկանան, իմանան դրա մասին։ Եվ ինչին էր գնում ռուս-թուրքական հարաբերությունները, բանը կոմունիզմի տարածումը եւ հետագայում արդեն։ Մենք եթե այս ամեն ինչը ուսումնասիրենք, մենք կկարողանանք պաշտպանվել։ Բայց քանի որ մեր թշնամի ուժերին ձեռ չի տալիս, որ մենք ինքնուրույն կարողանանք պաշտպանվել, իրենց ձեռա տալիս, որ մենք հույս դնենք իրենց վրա եւ նրանք կարողանան մտնել առևտրի մեջ, ունենան այդտեղ շահ։ Ոստի իրենց ներկայացուցիչները այստեղ պիտի մեզ թույլ չտան դա ուսումնասիրել։ Գրող եք կերել, մենք պիտի ուսումնասիրենք ցեղասպանությունը ու միշտ պիտի ուսումնասիրենք, որովհետև մի հատ պարզ հանգամանք կա։ Առաջին համաշխարհայինից մոտ 30 տարի անց եղավ երկրորդ համաշխարհային պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների հոլոկոստը տեղի ունեցավ։ Դրանից հետո անցել է 70-80 տարի։ Մինչև այս պահը այդ հոլոկոստը ուսումնասիրվում է, ու միշտ հենց հիմա մենք խոսում ենք, այնտեղ նստած հրեաները էլի դեռ ուսումնասիրում են, հասկանում եք։ Որովհետև ոչ թե կասկածի տակ են դնում, ոչ թե ուսումնասիրում են, որ կասկածի տակ դրեն, այլ ուսումնասիրում ու ավելի են բացում շերտերը։ Հիմա հարց եմ ձեզ տալիս, ինչի եք դուք տենց նեղվում, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ցանկություն է հայտնում շատ ավելի խորքային ուսումնասիրել ցեղասպանությունը։ Ինչից եք նեղվում։ Այն որ ասում եմ դուք ինքներդ ռուս-թուրքական տանդեմի ներկայացուցիչներ եք, դուք ձեր ամենօրյա խոսույթներով դրա մասին պատմում եք։ Հասկանում եք։ Այն որ ասում եմ 134 տարվա կուսակցություն եք, անցյալ տարի ասում էի 133, նախանցյալ տարի 132, ապա ինձ ասեք 134 տարի առաջ եթե չի եղել Հայաստանի Հանրապետությունը, ձեր կուսակցությունը որտեղ է գրանցվել, ինչ իրավասության, իրավազորության ներքո է գրանցվել, ինչ շահերի պիտի համապատասխաներ, որպեսզի գրանցողը գրանցեր, այսպես բաների համար եմ ասում, հասկանում եք, և ժողովուրդ ջան, ես կցանկանամ մի այսպիսի բան էլ ասել, եկեք օրական նյութեր կարդալը չհամարենք, ընթերցել, որովհետև ես իսկապես ես վերջերս հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասում են, հատե սա որը Facebook-ում կոմենտ են կարդում, մեկնաբանություն են կարդում, հենա կարդում ենք, ոչ, այդ ավելի վատ բան է, գիրք կարդալ։ Իհարկե, այստեղ մշակույթի նախարարությունը, ԿԳՄՍ նախարարությունը ունի ծավալուն աշխատանք, պիտի նա
գոնե թեկուզ սկզբի շրջանում փոքր շերտին, բայց այնուամենայնիվ շերտին ներկայացնի իր խորհուրդները, ինչ որ գրքերին ուշադրություն դարձնել պետական ռազմավարության մեջ, որոնք են ներառված, որոնց ըմբռնելը քաղաքացու կողմից ավելի լավ կլիներ։ Օրինակ, ասենք ինձ, եթե մեկը հարցնի ինչ կարդամ, ես անկեղծ եմ ասում, հիմա շատ կդժվարանամ ասել, որովհետև նոր գրքերը, նոր հեղինակները խիստ առանձին ճաշակով են, իսկ ճաշակին ընկեր չկա։ Իսկ այն ընդհանրական գրքերը, որոնք որ նաև ունեն պատմական, պատմագեղարվեստական գրքեր ունենք, որոնք որ հրատարակվել են սովետական միության ժամանակ, ես խորհուրդ չեմ կարող տալ կարդալ։ Ասենք, ես չեմ կարող այսօր մեկին ասել Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ կարդալ։ Ես չեմ կարող այսօր մեկին ասել Պապ Թագավոր կարդա։ Իհարկե, եթե նոր բան կա, կարելի է, բայց սովետական գրվածքը ես չեմ կարող խորհուրդ տալ։ Անգամ Տիգրան մեզ չեմ կարող խորհուրդ տալ, չնայած սովետական միություն կամ Ռուսաստան չեն եղել այդ ժամանակ, բայց այդ շրջանում է տպագրվել ու գրաքննությունը անցել սովետական գաղափարախոսությանը համապատասխան։ Իսկ հիմա ԿԳՄՍ նախարարությունը այս ուղղությամբ աշխատանքներ տանում է, ինչ ստեղծագործողներ ունենք այս ժանրի մեջ եւ ինչ գրքեր կան, ինչա խորհուրդ տրվում այս իմաստով շատ մեծ աշխատանք ունի ու շատ մեծ բաց թողում կա ԿԳՄՍ նախարարության կողմից, որը հուսանք կնկատվի ու անպայման դրա դիմաց կառվի։ Ուրեմն ես այս վերջերս շատ նկատում եմ, որ վարչապետը ժամանակ առ ժամանակ այնպիսի մտքեր է ասում, որ դրանք ես ասել եմ, այն ժամանակ ավելի հաճախակի էի եթերանում, ու անընդհատ դրա մասին կռիվ էի տալիս, նյարդայնանում էի, եւ հանկարծ տեսնում եմ 2-3 տարի անց այդ թեմաներին անդրադառնում են, բայց այստեղ մի վատ բան կա։ Իհարկե ես ուրախ եմ, որ վերջի անդրադառնում, բայց մի վատ բան կա, որ այդքան ուշացումով են անդրադառնում։ Հասկանում եք, որովհետեւ այն ինչը մեզ համար կարա թվա օրհասական խնդիր, ու մեր նյարդերը արդեն չբավարարեն, մեկ էլ կտեսնես կառավարությունում այդ մասով լուռ են։ Հետո մի 3 տարուց հետո նոր հասկանում են, որ այդ օրհասական խնդիր է, ու եթե մի 3 տարի առաջ անդրադառնային, շատ ավելի այլ բան կլիներ։ Եվ կամ հակառակը։ Ահա։ Մոտավորապես այսպես Ժողովուրդ ջան, վաղուց եթեր չէի արել, շնորհակալ եմ կիսվելու համար եւ մի բան պիտի խնդրեմ, չհուսահատվեք հանկարծ։ Երբեք ու ոչ մի պարագայում։ Շատ մեծ միլիարդների ծախսեր է արվում մեր տրամադրությունների վրա ազդելու, մեր մեջ հիասթափական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ, մեզ ապակողմնորոշելու ապակողմնորոշվել ասածը, եթե քաղաքական իմաստով վերցնենք, ոչ թե մեզ համոզում են գնանք Սերժա Քոչարյանական բանդայի կողքը, դա չեն էլ կարող, այլ մեզ ընդհանրապես փորձում են քայքայել։ Ես խնդրում եմ հանկարծ չտրվեք այդ զգացմունքներին, երբեմն կարելի է պայթել, նյարդայնանալ, բայց հանկարծ չտրվեք դրան։ Եվ կխնդրեմ, ես ախր նախաձեռնում եի, որ ժամանակ առ ժամանակ գրքեր կարդանք եթերով ու դրա փորձը ունենք, բայց գիտեք, ձեր հետաքրքրություններից էլ է շատ բան կախված։ Ես այդ ուղղությամբ մի օրինակ բերեմ, ես վերջերս մի անգամ էլի մի առիթով ասացի, որ լինելու էր ինչ-որ բացօթյա օպերային ինչ-որ ներկայացում, անվճար։ Ես եթերով խնդրում էի բոլոր նրանց, ովքեր օպերայից գլուխ չեն հանում, իրենց երեխաներին վերցնեն ու տանեն այդտեղ ու ասում էի, որ ես հասկանում եմ, որ ձեզ դժվար է լինելու առաջին անգամը լսել ու ըմբռնել այդ հաճույքը, որովհետև մենք դեգրադացվել ենք ու մշակութաբանական ցեղասպանության ենք ենթարկվել, բայց դուք վստահ լինելով, որ դա որակյալ երաժշտությունն է հենց, ձեր երեխաներին տարեք, ոչինչ, դուք մի ժամ ինչ-որ կերպ յոլա գնացեք, բայց ձեր երեխեքի մեջ թող դա դրվի։ Ձեզ չեն կացում սկսեք սիրել դա, չեք կարող, պալի-բոմու չեք կարող, դա այդպես է արդեն դասավորվել, ոչինչ, բայց գոնե ձեր երեխաները չընկնեն այդ անճաշակ բաների գիրկը։
Հիմա նույնը այս մասով կարող եմ էլի ասել, ժողովուրդ ջան։ Մենք պիտի օրինակ նման պարագայում, երբ որ խոսում ենք կրթության մասին կամ օրինակ այդ ընթերցանության մասով, եթերով ընթերցանությունը, եթե դարձյալ վեր հանենք, ես փորձեցի, բայց շատ քիչ էին դիտումները, հետաքրքրությունը շատ ցածր էր, բայց գոնե դուք ինքներդ ձեզ էլ պիտի սկզբի շրջանում ընդդիմանալով կամ լսեք կամ տարածեք, որովհետև դա խրախուսում է, հասկանում եք, դա խրախուսում է, ու փորձում ես այն մի բանի համար հատկացված ժամանակից մի քիչ քամել, մի հատ էլ էսպիսի բան անել, մի հատ էլ անել, ու սկզբի շրջանում կարող է ձանձրալի թվա, հետագայում հնարավոր է սկսենք նոր բաներ մտածել, սկսենք պայմանավորվել, խնդրեմ, կրթության պակաս, երաշտությունը քոքած, որ 6-րդ հարգենք է, այստեղ նայ։ Պիտի փորձենք լսենք, փորձենք ուշենք, որ լսեն մարդիկ, որպեսզի դա սկսի տարածվել։ Ես չեմ ասում անպայման իմ ընթերցելով, օրինակ վերջերս Մանվելը հիմա նայում եմ մեջնա, Մանվելի հետ ընկերս հետ նստած ենք, ու մեր Արայի, ելով էր չեմ հիշում, նորոն էր ոնց որ, ու լսում էինք Ժան Էլոյանի Ֆայտոն Ալեքը ստեղծագործությունը, որ հիանալի է կարդում, Սասունցի Դավիթը, շատ հաճելի էր լսելը անգամ ստեղծագործական այդ ֆոլկլորը։ Ամեն դեպքում ամեն ինչ շատ լավ է լինելու, ու մենք պիտի քիչ տրվենք այդ տգետ պատկերացումներին ու քիչ մտնենք բանավեճերի մեջ նրանց հետ, որովհետև այդ պարագայում մենք կպարտվենք։ Իրենք կարծում են, որ կարող են իրենց տգիտությունով եղանակ փոխել։ Իրենք կարծում են, որ իրենք են էլիտան, որովհետև մեկը Չայկովսկին ա ավարտել, մյուսը Պուշկինի դպրոցը բաներ, ու տենց մնացածը պիտի ոնց ուզում են յոլլա գնան, այդ իրենք են էլի տան, հասկանում եք, դրա համար էլ իրենք չեն հասկանում մնացածների հալը, ու ես մի հատ հասարակ բան եմ ասում, եկեք սա էլ ասեմ ու եզրափակենք եթերը, եթե մենք հիմա մի հատ թուղթ ու գրիչ վերցնենք ու մեր իմացած հայ մեծերի անունները գրենք, մտավորականներից, բանաստեղծերից, դերասաններից, գիտնականներից եւ այլն, ասես գրենք անունները, կոմպոզիտորներից, հետո մի հատ վրայով անցնենք, ինքներս մեզ համար պարզելու ենք, որ մեջը Երևանցի չկար։ Ինքներս մեզ համար պարզելու ենք դա։ Կամ եթե կային մի 2-3, չէ, ես չեմ ասում Երևանը չի կարող ծնել էլի նման մեծեր, ես ուզում եմ ասել, որտեղ մայրաքաղաք է սա, ավելի շատ տնտեսական բանով է զարգացած լինում մայրաքաղաքները բոլոր գրեթե այդպեսինն են, ես ուզում եմ ասել, որ այ հենց այդ ռեսուրսը, ասենք Թումանյանը, չգիտեմ, Ֆրունզիկը, ում ուզում եք նայեք, Սոս Սարգսյանը, Շերենցը, մի խոսքով, Սևակը, ում ուզում եք նայեք, գեներալներից անգամ պատմական են մեր զորավարները եւ այլն, ում ուզում եք նայեք, այս ամբողջը տարբեր գյուղերից շատ, ասես բան, Սարյանը եւ այլն, ուրեմն այս ռեսուրսը միշտ կա, բայց 30-ից ավել տարիների ընթացքում, որ այդ կրթությունը գյուղ չէին հասցնում, այս ռեսուրսը վարի են տվել, հասկանում եք, ինչերի մասին է խոսքը, այստեղ շատ աբյոմով խոսակցություն կա, որ, չգիտեմ, երևի ոչ թե պետք է այդ դեպքում մենակ խոսեմ, այլ ինչ-որ մեկը հետս եթեր անի կամ շփվենք, որպեսի շատ ավելի ըմբռնելի լինի, ծավալ է ինչի մասին է խոսքը, այդ շերտերը բացելու։ Եվ գիտեք, այս ապուշները կողմ են, որպեսի այդ ռեսուրսը միշտ կորի, որ
Բերդ համայնքից օրինակ որևիցե խելացի մեկը աչքի չընկնի ու ինքը լինի անկախ իր իրավունքներն էլ իմացող ու ինքը դառնա շատ հիանալի աշխարհահռչակ, չգիտեմ, բան սոպրանո, հա, կամ ասենք հանկարծ Սյունիքի մարզից մի հատ բալետ մայստեր չծնվի, կամ ասենք Շիրակի մարզից մի նոր ստեղծագործող մի նոր Շիրազ չծնվի, կամ մի խոսքով, էս են իրենք բանը, որովհետև ինչքան բոլոր տեղերը թույլ լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ իրենք ավելի խելացի են, սրա համար էլ քարկոծում են համընդհանուր կրթության քարոզը, այսինքն իրենք հակված են հետևյալ մտքին, որ ավելի լավ է ոչխարների մեջ առյուծ լինել, քան առյուծների մեջ ոչխար, ու որպեսզի կարողանան ոչխարների մեջ առյուծ լինել, պետքա ոչխարացնել միջավայրը, որպեսզի մնաս առյուծ, երբ որ Քոչարյանը հասավ նրան, որ գիտնականներից սկսած բոլորը արտագաղթեցին, մենակ դրանից հետո ինքը նստեց հաղորդման ժամանակ ու ասեց, ես երկրի միակ տղամարդը ես եմ, որովհետև մի խելքը գլխին մեկը չէր մնացել, կողքից ես մտ ձախով թաթալոշեր, ասել մտ փախաստուց ապուշ, պոլիտեխնիկը հերակա շատ ծույլ իմիջայլոց ավարտած ոմն, գնահատական ստանալու համար Բաքվից էին զանգում ու ասում, որովհետև հետո պիտի գնայր կոմկուս մտնեիր, ու սրա ենթակաները, եթե տեղյակ չեք, ասեմ Ռոբերտ Քոչարյանը ավարտել է պոլիտեխնիկի հերակա ֆակուլտետը շատ վատ արդյունքներով ու երբ որ մեկ-երկու անգամ պիտի դուրս մնար առհասարակ ինստիտուտից, Բաքվից ադրբեջանցի Ալիևը կլիներ կամ իր շիստյորկեքից մեկը, խոսքը Էյդարի մաս, զանգում էին, խնդրում էին, դե սովետական միություններ այդ ժամանակ, որ պիտի ինքը այսպես ձեռից բռնած քաշ են տվել, ու սրա ենթակաները այսօր դուրս են եկել, կրթությունը նորաձև է, քարոզ արշավը փորձում են քարկոծել ու դրանով հայտնվում են էլ ավելի ծիծաղելի վիճակում, բայց քանի որ ես դաստիարակված մարդ եմ ու ինձ համարում եմ կրթված մարդ, չնայած բանի առումով, մասնագիտական կրթության առումով բախտս այնքան էլ չի բերել, ես ինստիտուտներ չեմ ավարտել, բայց ինձ համարում եմ կրթված մարդ, դաստիարակված մարդ, իսկ կրթության ու դաստիարակության մեջ այնպիսի վիճակ կա, որ այդ խեղճ ընկածներին քացով տշելը մի քիչ այնքան էլ լավ բան չի, ու ես չեմ ուզում ինձ երևակայեմ, յանիմ ես շլիկը բան եմ հասկանում ու եթե դուք էլ չեք հասկանում, խոսքս դրանց մասին է, ուրեմն ես ձեզանից վեր եմ կանգնած, ոչ, աշխարհի ցանկացած իմաստուն մարդ, եթե հարցնեք, այն ամենաիմաստուն մարդը կասի հետևյալը, որ ինձ թվում էր ես ամեն ինչ գիտեմ, բայց պարզվեց ոչինչ էլ չգիտեմ, սա իմաստնության կատեգորիա է բարձրագույն, որին հասնելը շատ դժվար է, իսկ մարդիկ էլ կան, մի հատ դորը մի ֆասոլիասին գիտեն, թե իրենք ստիրապետում են աշխարհին, աշխարհը բռնման, չգիտեմ, մի բարձրագույն կետի են ասել, այդպես չի լինում, ամեն դեպքում կրթվելը անհրաժեշտություն է, ես անգամ ասեմ ձեզ համար, ձեզ որ վերցրել եմ սահմանադրությունը ու ցանկություն առաջացել մոտս, որպեսզի եթերով քիչ-քիչ, օրը 1, 2, 3, 4, 5 գլուխ ընթերցեմ մեզ համար, ֆիքսելու համար, իհարկե փոփոխությունների ենթարկվելու է սահմանադրությունը, բայց նենց չի գլխի վրա շրջված մի ուրիշ սահմանադրություն ենք ընդունելու, էլի, կամ գոնե հասկանանք սահմանադրությունն առհասարակ ինչա նշանակում ու ինչերի վրա է պետք ուշադրություն դարձնել, իհարկե այնտեղից հետո հղում արվում տարբեր օրենսգրքերի, բայց ամեն դեպքում ընդհանրական իմաստով իմանալը վատ չէր լինի, կարելի է սկսել հենց սահմանադրությունից, կարելի է այլ գրքեր, շատ կան գրքեր, եթե ցանկանաք գրքեր ընթերցել ու չեք ունենա, ես ունեմ շատ գրքեր, կարող եմ սիրով ձեզ էլ տրամադրել, գնանք գրանցվենք որևիցե գրադարանում, առհասարակ գրադարաններում էլ գրանցվելը մի քիչ պետք է հեշտացնեն քաղաքացիների համար, որ մենակ ուսանողներն ու դպրոցականները չօգտվեն։ Իմ կարծիքով դեռ ամեն ինչ լավ կստացվի, շատ լավ կստացվի։ Ու մենք որքան կարողանանք բարձրացնել մեր արժեքը, որպես գիտակից քաղաքացի,
այնքան սահմանադրության այդ կետը, որ մարդը բարձրագույն արժեքը կհամապատասխանի իրականությանը։ Ես անկեղծ եմ ասում, իսկ դա շատ լավ կլինի, դա հիանալի կլինի։ Բայց ժողովուրդ ջան, քանի որ այս թեմայով այսօր ազատ շփման շրջանակներում էլ free news-ով խոսել էի շատ մանրամասն ու մի քիչ ավելի բորբոքված ահագին էմոցիա ծախսել է, ես կարծում եմ հիմա ինձ թվում է եւս մեկ անգամ ասել ճիշտ է, անհրաժեշտություն էր երևի, բայց շատ կրկնվելն էլ մի քիչ այն չի։ Մի խոսքով, հուսամ իրար ճիշտ ենք հասկանում եւ այո, ազնիվ մարդը կարող է միայն ազնիվ եւ ուժեղ կամքի տեր մարդը միայն կարող է առաջարկել իր միջավայրին բարձրացնել իր արժեհամակարգը, իսկ ստահակները ճիշտ հակառակ կամպրամատներից սկսած իրենց դաստիարակությունից վերջացած փորձում են բոլորինը գցել, որ իրենք դառնան միակ տղամարդը, այսինքն փորձում են լինել ոչխարների մեջ առյուծ, այսինքն մնացածին ոչխարացնել, որ իրենք դիտարկվեն այդտեղ որպես առյուծ, իսկ մարդիկ էլ կան, որ խնդիր չեն տեսնում առյուծների մեջ ոչխար լինել, բայց գրագետ եւ թող գոյություն ունենան առյուծները, ինչու ոչ։ Մոտավորապես այսպես, ժողովուրդ ջան, լավ եղեք, բարի գիշեր ձեզ, շնորհակալություն եթերը դիտելու համար, երևի ժամանակ առ ժամանակ Facebook-ով ամեն դեպքում այս եթերները անհրաժեշտություն են, եթե իհարկե շարունակվում է հետաքրքրությունը իմ անձի պատկերացումների ու գաղափարների մասին ակտուալ մնալ, ես չեմ նեղվի, եթե դա հանկարծ այդպես չլինի, նորմալ է, որովհետև էվոլյուցիոն շրջաններ են ապրում, հետաքրքրությունների դաշտերը շատ կարող են փոփոխվել եւ այլն, ամեն դեպքում մենք միասին ենք, ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել միասին ու դեռ ճանապարհներ կան անցնելու, հուսամ, որ կստացվի մեզ մոտ ամեն բան ու ամեն ինչ լավ կլինի, բարի գիշեր ձեզ։